Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» սերիալը հասել է իր ամենաբարդ ու ամենահուզական փուլերից մեկին, որտեղ այլևս չկա պարզ բաժանում լավերի ու վատերի միջև։ Այստեղ բոլորը իրենց ճշմարտությունն ունեն, իրենց ցավը, իրենց սխալները, և հենց այդ խառնուրդն է, որ սերիալը դարձնում է այդքան լարված ու գրավիչ։ Պատմության կենտրոնում շարունակում է մնալ Նարեն, մի կերպար, որը անցել է ամենամեծ փոփոխությունը։ Սկզբում նա փորձում էր փախչել խնդիրներից, լռել, հարմարվել իրավիճակին, բայց հիմա նա դարձել է պայքարող, ուժեղ կին։ Նրա հայտարարությունը, որ երեխան Հայկինն է, ոչ միայն ճշմարտության բացահայտում էր, այլ նաև իր դիրքի հստակեցում։ Նա այլևս չի պատրաստվում լինել խաղի գործիք, նա պատրաստ է պայքարել իր երեխայի համար, անկախ նրանից, թե ով է իր դիմաց կանգնած։ Հայկի գիծը շարունակում է մնալ ամենաողբերգականներից մեկը։ Նա հեռանում է, չիմանալով ամենակարևորը՝ նրա կյանքում կուտակված ցավը, Վարոյի կորուստը, Նարեի հանդեպ կասկածները նրան հասցրել են այն կետին, որտեղ նա ընտրում է հեռանալ, կարծելով, որ դա միակ ելքն է։ Բայց հեռուստադիտողը հստակ տեսնում է, որ սա վերջը չէ։ Նրա վերադարձը գրեթե անխուսափելի է, որովհետև ճշմարտությունը դեռ չի հասել նրան։ Արմոն շարունակում է մնալ սերիալի ամենավտանգավոր ու ամենահաշվարկված կերպարը։ Նա գործում է սառնասրտորեն, առանց խղճի, և ամեն իրավիճակ փորձում է օգտագործել իր օգտին։ Նարեի հղիությունը նրա համար ոչ թե զգացմունքային հարց է, այլ գործիք վերահսկելու և ճնշելու համար, բայց Նարեի վերջին քայլից հետո նրա դիրքերը սկսում են թուլանալ։ Երբ ճշմարտությունը հնչում է բարձրաձայն, ամենամեծ մանիպուլյացիաներն անգամ սկսում են քանդվել։ Սաքոյի կերպարը շարունակում է մնալ բարդ ու հակասական։ Նրա անցյալի մեղքերը դեռ լիովին չբացահայտված են, բայց արդեն զգացվում է, որ նա կանգնած է իր կյանքի ամենամեծ հաշվեհարդարի առաջ։ Նա կարող է փորձել փրկել իրավիճակը իր ձևով, բայց նրա յուրաքանչյուր քայլ կարող է ավելի խորացնել ճգնաժամը։ Սոնան ու Վռամը նույնպես կարևոր գիծ են։ Սոնան սկսում է տեսնել իրականությունը ավելի հստակ և հասկանալ, որ իրեն օգտագործել են։ Վռամն իր հերթին կանգնել է կասկածների և մեղադրանքների առաջ։ Նրանց հարաբերությունները ևս լուրջ փորձության մեջ են։ Լալայի վերադարձը սերիալում դարձավ այն կետը, որտեղ անցյալը սկսեց խոսել։ Նա այն մարդն է, ով գիտի շատ բան և կարող է փոխել իրադարձությունների ընթացքը։ Նրա ներկայությունը միշտ նշանակում է, որ ինչ-որ մեծ բան է տեղի ունենալու։ Հիմա, երբ նա հասկացել է Նարեի վիճակը, շատ հավանական է, որ հենց նա դառնա այն մարդը, ով ճշմարտությունը կհասցնի Հայկին։ Սերիալը հիմա կառուցված է մի քանի հիմնական լարված գծերի վրա՝ Նարեի պայքարն իր երեխայի համար, Հայկի հեռացումը և հնարավոր վերադարձը, Արմոյի մանիպուլյացիաների բացահայտումը և անցյալի հանցագործությունների վերջնական բացումը։ Այս ամենը միավորվում է մեկ կետում՝ ճշմարտության մեջ։ Բայց «Հարսնաձորի լեգենդը» ցույց է տալիս, որ ճշմարտությունը միշտ չէ, որ փրկում է։ Երբեմն այն գալիս է ուշ, երբեմն այն կործանում է, երբեմն էլ ստիպում է մարդկանց վերանայել իրենց ամբողջ կյանքը։ Առաջիկա սերիաները խոստանում են լինել ամենահուզիչը։ Սպասվում են բացահայտումներ, բախումներ, հնարավոր բաժանումներ և նոր միավորումներ։ Հեռուստադիտողը հիմա արդեն ոչ թե պարզապես հետևում է պատմությանը, այլ ապրում է հերոսների հետ միասին։ Եվ ամենակարևոր հարցը շարունակում է մնալ նույնը. երբ Հայկը կիմանա ճշմարտությունը, արդյոք նա կվերադառնա, թե ամեն ինչ արդեն ուշ կլինի։ Հեռուստադիտողներին արդեն պարզ դարձավ, որ Սոնայի հետ խոսակցությունից հետո Լալան վերադառնում է Նարեի մոտ։ Նա շատ բան ունի Նարեի հետ խոսալու, բայց Սաքոն արդյոք նրան թույլ կտա, որպեսզի հանդիպի Նարեի հետ։ Եվ այս հանդիպումը ինչ կարող է փոխել Հայկի ու Նարեի համար։ Սրանք հետաքրքիր հարցեր են, որոնց պատասխանները կլինեն շատ շուտ։ Իսկ մինչ կստացվեն պատասխանները, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Նշենք, որ հեռուստասերիալում իրադարձություններն էլ ավելի են լարվում, այնպես որ սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի չկորցնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։ Այս անգամ Նարեն վճռական է և անկախ ամեն ինչից նա որոշել է պայքարել իր երեխայի համար։ Նա կանգնում է ու բոլորին ասում, որ իր երեխան Հայկինն է։ Սա մեծ հարված էր նրա ընտանիքի համար, բայց նա այլևս որոշել է չլռել ու պայքարել իր
իրավունքների համար։ Բայց արդյոք նրան կհաջողվի։ Հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից պարզ է դառնում, որ Նարէն ոչ թե Հայկի, այլ Արմոյի կողքին է։ Նրանք միասին են, երբ Նարէի ինքնազգացողությունը վատանում է ու նա ընկնում է։ Սա նշանակում է, որ ամենածանր պահին հենց Արմոն է նրա կողքին և նշանակում է, որ Հայկը չի վերադարձել Նարէի մոտ։ Իհարկե, սա դեռ ենթադրություններ են, ամենահետաքրքիրն ու ինտրիգայինը դեռ առջևում են։ Դե ինչ, չմոռանաք տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ գրել ձեր կարծիքը։ Ինչ եք կարծում, Հայկը շուտով վերադառնալո՞ւ է, թե այլևս չի նկարահանվելու այս հեռուստասերիալում։